Բարև ձեզ, եթե որոշել եք մարսել այն, ինչը հրամցնում են Հայաստանի նախկին եւ գործող ղեկավարները, ուրեմն դուք կամ բանականության հետ խնդիր ունեք, կամ հիշողության, որովհետեւ նրանք գիտեն ինչ են անում եւ ինչու, որը դուք չգիտեք կամ չեք ուզում գիտենալ, որ մանկուրտացումը ոչ միայն չարիք է, այլև գործիք, որով էլ հիմա վիրահատում են ձեր բանականության առողջ շերտերը։ Իսկ կա չվիրահատվելու շանս։ Կա, եթե հրաժարվեք դառնալ փորձանմուշ հոգեխանգարմունքի այդ լաբորատորիային։ Չսպառել այդ օթյակի քաղաքական ժամկետանց արտադրանքը, բայց քանի որ դա քիչ է հավանական, որովհետև բանական հանրությունում ամբողջի տեսակարար կշիռը դեռ որոշիչ է, ուրեմն քարոզչական շանտաժը կդառնա պարտադիր։ Ինչպես ժամանակին պարտադիր էր կովիդի դեմ պատվաստումը։ Կովիդի պատվաստումների որևէ պատասխանատուի հիշում եք։ 2026 թվականի հունիսի 7-ից հետո չեք հիշի նաև քաղաքական այս աղետաբեր պատվաստումների որևէ պատասխանատուի։ Այնպես որ օթյակում ոչինչ չի փոխվել, փոխվել է ներքևում։ Առաջ կար հաղթանակի վերմակը, որի տակ հերթով տեղավորվում էին օթյակի անդամները։ Հիմա պարտության բզգտված վերմակն է, որի տակ ոչ ոք չի ուզում գտնվել։ Ուրեմն պետք է մոռացության տալ պարտությունը, որն ի դեպ օթյակի մի մասին ծառայում է, մյուսին խանգարում։ Եվ այնտեղ չկա մեկը, որ ազնվորեն ասի, երկուսն էլ մերն են եւ մեր պատմությունը։ Դրա համար էլ եթե բանականությամբ չի ստացվում, դիմեք հիշողությանը։ Դա ավելի ազնիվ է։ 3 տասնամյակն ինչ է, որ չհիշեք։ Հաջողություն։